Մենք զիջում ենք, մենք մեր կողմից ցանկացած քայլ Հայաստանի Հանրապետությունը անում է, դիմացը կարելի է ասել ոչինչ չենք ստանում։ Նախընտրական այդ փուլում ինքը ուղղակի Փաշինյանին Ադրբեջանը նվեր է անում, որպեսզի դիվիդենդներ շահի։ Ինքը խաղաղություն է բերում, կայունություն է բերում, որը որ ձեռնտու է Ադրբեջանին, որը որ ձեռնտու է Թուրքիային, որը որ ձեռնտու է բոլորին, բացի հայերից։ Փաշինյանը թուրքական օժանդակությամբ մեզ առավոտից երեկո համոզում է, որ մենք թույլ ենք, մենք չենք կարող, մենք պետք է սուզ մնանք, մենք պետք է ձգտենք ամեն գնով խաղաղության, իսկ ամեն գնով խաղաղության ձգտելը դա նաև հնարավոր է լինի Հայաստանի չգոյության գնով։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրոնի հետ այս տարի առաջին անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Մասիս, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցել գերիների փոխանակում եւ 4 գերիներ, ովքեր Ադրբեջանում էին, վերադարձել են եւ 2 սիրիացի վարձկաններ, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի սկզբում, գնացել են Ադրբեջան։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ այս ամենը փոխանակում չէ եւ սրանք իրարից անկախ process-ներ էին, բայց հանրությունը տեսնում է, որ սա իրականում փոխանակում է եւ շատ հանրային դեմքեր իրենց դժգոհությունն են արտահայտել այս հարցի շուրջ, պնդելով, որ այս սիրիացի վարձկանների դիմաց պետք էր ավելի շատ հայ գերիներ վերադարձնել։ Հատկապես հաշվի առնելով, որ նրանք ընդունել են իրենց մեղքը եւ ընդունել են, որ իրենք վարձով եկել են Ադրբեջան յուրաքանչյուր սպանված հայի համար $100 ստանալու։ Վերադարձող հայերից մեկը ընդ որում մեղադրվում էր լուրջ հանցագործությունների մեջ, ցեղասպանության մեջ էր, մասնակցելու մեջ էր մեղադրվում եւ հարց է առաջանում, թե եթե այդ դատավարությունը շինծու չէ, ապա ինչպես է այսպիսի մեղադրանքով մարդը վերադարձել։ Նախ պետք է նշել, որ քանի դեռ իրենք չեն հիմնավորել Հայաստանի իշխանությունները, թե ինչ հանգամանքներում են այդ երկու սիրիացի վարձկաններին հետ վերադարձրել, ակնհայտ են մնում այն հանգամանքը, որ սա փոխանակում է ուղղակի, որովհետև իրենք չեն ասել մինչև այդ ինչ process-ները տեղի ունեցել այդ սիրիացի վարձկանների հետ կապված, նամանավանդ, որ օրինակ Ադրբեջանը այս պահին Արցախյան այդ էլիտային դատելով ինքը դատում է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև նրանց վրա ինչ-որ մեղադրանքներ դնում, որոնք որ ուղիղ ուղղված են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իսկ մենք մեր լծակները, ասենք այդ երկու սիրիացի վարձկանների միջոցով կարողանում ենք օրինակ ապացուցել, թե ինչ process-ներ են տեղի ունեցել Ադրբեջանում, ինչպես է եղել, որ օրինակ սիրիացի վարձկանները մարդ սպանելու համար հայտնվել են Արցախի տարածքում ու սկսել են իրենց գործողությունները, սա մենք մեր լծակները զիջում ենք Ադրբեջանին, դիմացը ստանում ենք 4 գերի, շատ լավ է, որ այդ 4 գերիները հետ են վերադարձել, բայց մենք պետք է հիշենք, որ մենք ավելի շատ գերիներ ունեինք ու դատապարտյալներ ունեինք, օրինակ դեռ մինչև 20 թվականի պատերազմը Հայաստանում հայտնված 2 դատապարտյալ ունեինք, չէ, ովքեր որ հետ վերադարձվեցին նույնպես։ Մենք զիջում ենք, մենք մեր կողմից ցանկացած քայլ Հայաստանի Հանրապետությունը անում է, դիմացը կարելի է ասել ոչինչ չենք ստանում։ Որովհետև մեր հանրապետությունը իր քաղաքացիներին դեռ չի կանգնում։ Մենք կհիշենք, օրինակ, մեզ լսողները կհիշեն, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանն ասում էր մի քանի ամիս էլ կհամբերեն ու բոլորը հետ կվերադառնան։ Այդ մեր եղբայրները թող մեզ ներեն, բայց մի քանի ամիս իրենք թող դիմանան, մենք ամեն ինչ կանենք։ Հիմա 26 թվականն է, այսինքն նոր ընտրությունների նախաշեմին իրենք ուղղակի փորձում են պոպուլյար քայլ անել ու աջակցություն են ստանում Ադրբեջանի իշխանություններից, բայց Ադրբեջանն իր հերթին հիմք է ստեղծում, որ օրինակ ովքեր որ վարձկան կլինեն հանուն Ադրբեջանի կկրվեն, ինքը ցույց է տալիս, որ ինքը ցանկացած մարդու հետևից գնալու է ու ազատի։ Այսինքն կապ չունի ինքը վարձկան է, ադրբեջանցի է կամ չգիտեմ ինչ է, ինքը ցույց է տալիս, որ ինքը այնպեսի պետություն է, որ ցանկացած մարդու կյանք իր համար արժեք է ու ինքը կգնա նույնիսկ վարձկանին կազատի, հետ կբերի։ Սա իրենց համար լավ նախադեպ է, մեր համար վատ, այսինքն մենք դեռ շարունակում ենք պատերազմի մեջ գտնվել Ադրբեջանի հետ, որովհետև չկա խաղաղությունը, սրան կարելի էր հասնել այլ ճանապարհով, օրինակ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կարող էր այդ հարցը բարձրացնել ու մեծ հավանականություն կար, որ հարցը հենց տեղում կլուծվեր, այսինքն բոլորի վերադարձը կարող էր ինքը այդ հարցը բարձրացնել։ Թրամփն ինքն առաջարկեց քննարկել դա եւ Փաշինյանը ասաց ավելի լավ է թողենք ավելի լավ ժամանակների այդ քննարկումը։ Ինչևէ, դրա համար կարծում եմ, որ
Սա մենք ուղղակի հերթական անգամ զիջեցինք մեր թեկուզ փոքրիկ լծակները Ադրբեջանի վրա, սիրիացի վարձկաններին հանձնելով, փաստերը կարելի ասել հանձնեցինք։ Մենք մեր օրինակ process-ները, որը կարող ենք տանել ընդդեմ Ադրբեջանի, հերթական անգամ քայլ նահանջարեցինք։ Այսքան այս Արդյունքում ստացվեց, որ արդեն իսկ ապացուցված հանցագործը փոխանակվեց դեռևս մեղադրյալի աթոռին գտնվող մարդկանց հետ։ Սովորաբար մենք քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոհարները, խոսքի գոհարները, բայց այս դեպքում մյուս կողմը եւս հետ չի մնում եւ այսպես կոչված Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի ստորագրությամբ Արցախի հերոս Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոսի կոչումից։ Հիմա հարց է առաջանում, նա զրկվել է այդ կոչումից Փաշինյանի ինչ որ շարժման մասնակցելու համար։ Հիմա հարց է առաջանում, արդյոք այս հերոսի կոչումը նրան տվել էր հենց այնպես, որովհետև եթե ինչ որ գործողության համար էր տրվել եւ այս մարդը հետագայում կարծիքը նորից փոխի, նորից գա իրենց ճիշտ դիրքորոշմանը, նորից վերականգնելու են նրա հերոսի կոչումը, ինչպես այս process-ը տեղի ունենալու։ Որքանով որ ես եմ տեղյակ, հերոսի կոչումը հետկաչման ենթակա չէ։ Ինքը տրվում է կոնկրետ գործողության համար, կոնկրետ արարքի համար, հերոսական դրվագի համար տրվում է հերոսի կոչումը, հետագայում այդ հերոսը կարող է նույնիսկ հանցագործ դառնալ, դատապարտվել, բայց հերոսի կոչումը հետկանչման նման մեխանիզմ գոյություն չունի։ Սա այս մասով, բայց իմ մոտ հարց է առաջանում, ինչպես ստացվեց, որ նախ Արցախի նախագահ փոխվեց, այդ ինչ ընտրություններ են կազմակերպել արցախցիները, երկրորդ, որ այդ մարդիկ փոխհարաբերվում են այս պահին թե Հայաստանի գործող իշխանության, թե ընդդիմության հետ որոշակի փոխհարաբերություններ ունեն, ու մենք չենք լսում, որ իրենք օրինակ ընդդիմադիր դաշտի գործիչները կամ իշխանության մաս կազմող մարդիկ, որոնք որ ճանաչեն Արցախը որպես սուբյեկտ, այսինքն թեկուզ Արցախի հետ պետական ինստիտուտներ, այսինքն ինքը գոյություն չունեցող այս պահին համակարգ է, բոլորի կողմից մերժված համակարգ է, որը որ չգիտեմ, ինչ որ հայտարարություններ են, կարելի ասել հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, այնպես ինչպես օրինակ Արևմտյան Հայաստանի կառավարություն ասված է, որը փաստացի չկա, ու իրենք ինչ որ գործողություններ են անում։ Կարեն Շաքարյանի մասով կասեմ, որ Կարեն Շաքարյանը մոլորության մեջ է, որ հայտնվել է Փաշինյանի թիմում ու փորձում է, չգիտեմ, ինչ որ շարժման մասնակցել վերանորոգում շարժմանը, եկեղեցու բարենորոգում, վերանորոգում, չգիտեմ, այդ խեղկատակության մասը փորձում կազմել։ Իրենք պետք է գոնե իրենց այդ ուսադիրները, իրենց վաստակը, իրենց տարիների ծառայությունը ավելի հարգանքով վերաբերվել դրան, որպեսզի եղածն էլ չոչնչացնեն։ Այդ ամեն ինչը պատմություն է դառնալու, ու իրենք պատմության մեջ ավելի վատ կերպով են հիշվելու։ Հերոսական մարդիկ, երբ որ շարունակում են գոնե զուսպ իրենց դրսևորել, կմնան հիշողության մեջ որպես մեծ մարդիկ։ Իսկ եթե հերոսական դրվագներ ունեցած կյանքում մարդիկ, ովքեր որ սխալներ են սկսում թույլ տալ, իրենք հիշվում են վատով, որովհետև վատ ավելի լավ է մարդկանց հիշողության մեջ տպվում։ Իդեպ նախորդ հարցն էլ կցանկանամ փոքրիկ անդրադարձ կատարել, որ մեր հայ գերիները, ովքեր որ իբր թե մեղադրվում են ինչ-որ հանցագործությունների մեջ, նախ դրանցից 3-ը 20 թվականի պատերազմից հետո պետք է արդեն այդ գերիների փոխանակման ժամանակ Ադրբեջանը պարտավորություններ վերցրել, որ նրանց պետք է վերադարձնի, իսկ Վագիվ Խաչատրյանը ուղղակի բուժման նպատակով գալիս էր Հայաստան, որտեղ ծանր առողջական խնդիրներ ուներ, գալիս էր Հայաստան ու այդ ժամանակ ինքը ձերբակալվել։ Սրանք կեղծ մեղադրանքներ են եղել այս մարդկանց նկատմամբ Ադրբեջանի կողմից, ու Ադրբեջանը իր պարտավորությունները չի կատարել։ Ու հիմա նախընտրական այդ փուլում ինքը ուղղակի Փաշինյանին Ադրբեջանը նվեր է անում, որպեսզի դիվիդենդներ շահի։ Վարչապետ Փաշինյանը անդադ շեշտելով, որ Հայաստանը այսքան անկախ երբեք չի եղել, չի մոռանում ասել, որ նաև Հայաստանի շուրջ իրավիճակը երբեք այսքան կայուն չի եղել։ Կայունությունները տարբեր են լինում։ Արցախում էլ երբեք այսքան կայուն չի եղել։ Փաշինյանի բերած կայունությունը մենք տեսել ենք, թե ինքը կայունություն ասելով ինչ նկատի ունի, խաղաղություն ասելով ինչ նկատի ունի։ Ինքը խաղաղություն է բերում, կայունություն է բերում, որը որ ձեռնտու է Ադրբեջանի, որը որ ձեռնտու է Թուրքիային, որը որ ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանի Հանրապետությունից։ Բոլորին ձեռնտու է իր բերած խաղաղությունն էլ, հանգստությունն էլ, ամեն ինչն էլ ձեռնտու է, բացի բուն
Հայաստանի Հանրապետության Միգուցե ձեռնտու է, բայց իրեն ընտրող 20% ընտրազանգվածի համար, այսինքն մասնակցում են 40%-ը, իրեն ընտրում են ընտրողների 50%-ը եւ նրա ամեն մի խոսքը այդ 20%-ի անունից է ըստ երևույթին։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց էլ իրականում ձեռնտու չէ։ Ես չեմ ցանկանում տարանջատել մեր քաղաքացիներին, ընտրող քաղաքացիներին այդ ինչ որ մնացածից, որովհետեւ կա իշխող խմբակը, կա աջակցությունը Թուրքիայի կողմից, կա աջակցությունը Ադրբեջանի կողմից, կան նաև ավելի մեծ հովանավորներ այս քաղաքական ուժին, կան նաև քաղաքական այլ ուժեր, որոնք որ սպասարկում են օրվա իշխանությանը անվտանգություն, օրվա իշխանության անվտանգություն, օրինակ ընդդիմադիր ուժերը, համենայն դեպս պարլամենտական ընդդիմադիր ուժերը, ովքեր որ առաջի հենարանն են Փաշինյանի, բայց ժողովրդին մեղադրել ես չեմ ցանկանա, որովհետև նույնիսկ Փաշինյանի ընտրողները ինչ են ընտրում։ Իրենց օրինակ թուլությունների, իրենց վախերի պատճառով Փաշինյանը հաճելի սուտ է ասում, մարդիկ գնում են Փաշինյանին ձայն տալ, բայց այդ մարդիկ ես վստահ եմ իրապես իրենք ցանկություն չունեն այն իրավիճակը տեսնելու, ինչը որ այս պահին Փաշինյանը բերել է։ Հակառակը ես վստահ եմ, որ այդ մարդիկ երբ որ տեսնեն, որ օրինակ Հայաստանը ոտքի է կանգնում, Հայաստանը իրապես զարգանում է, Հայաստանը իրապես հզորանում է, Հայաստանի հետ շատ զգուշ են խոսում Թուրքիան եւ Ադրբեջանը, մարդիկ ավելի մեծ ոգևորություն կապրեն։ Ուղղակի այս պահին մարդիկ ասում են, դե մենք թույլ ենք, մենք չենք կարող մեր երեխաների կյանքը փրկենք, չգիտեմ, այս գաղափարներով են գնում Փաշինյանի կողքը կանգնում։ Իսկ Փաշինյանը, հա, թուրքական օժանդակությամբ մեզ առավոտից երեկո համոզում է, որ մենք թույլ ենք, մենք չենք կարող, մենք պետք է սուզ մնանք, մենք պետք է ձգտենք ամեն գնով խաղաղության, իսկ ամեն գնով խաղաղության ձգտելը դա նաեւ հնարավոր է լինի Հայաստանի չգոյության գնով, այնպես ինչպես Արցախի կորստով եղավ այդ խաղաղությունը, Արցախում խաղաղություն հաստատեց վերջը մարդը։ Հայաստանի Հանրապետության կൂട്ടակած ահռելի արտաքին պարտքի ֆոնին վարչապետն ու փոխվարչապետը, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնյաներ ստացան 5-ից 7 միլիոն դրամի պարգևաճառներ, վարչապետն ու փոխվարչապետը մի փոքր ավելի։ Ինչն է հատկանշական, որ այս պաշտոնյաների նշանակալի մասը կոնկրետ չեն հիշում, թե ինչքան գումար են ստացել, ասում է, չգիտեմ 5 թե 7 է, դե մի կնոջ գիտենք, որ ասում է $200,000 ինչ է ինձ համար, երևի թե իրոք այս գումարները նրանց համար չնչին են, կամ էլ մարդիկ այնքան են սիրում իրենց աշխատանքը, որ գումարը ուղղակի ոգևորության համար է, իրենց առանձնապես չի հետաքրքրում։ Կարծում եք Հայաստանի Հանրապետության տարածքում կան այնպիսի աշխատող մասնագետներ, որոնք այս կարգի պարգևաճառների կարիք ունեն եւ արժանի են այս կարգի պարգևաճառի, եւ եթե կան, ապա այսպիսի մեծ քանակությամբ են նրանք։ Նախ երբ որ մարդիկ չեն կարողանում ստուգել իրենց հաշիվներում 5 միլիոն են նստել թե 7 միլիոն, դա կարող է լինել այն դեպքում, օրինակ, երբ որ իրենց հաշիվներում շատ ավելի մեծ գումարներ են շրջանառվում, ու այդ 2 միլիոն այս կողմ, 2 միլիոն այն կողմ իրենց համար դա նկատելի չէ։ Ասենք մարդը կարող է չնկատել իր օրինակ հաշվին 20,600 դրամ էր, թե 20,350 օրինակ։ Այսինքն փոքր թվերի մեջ են, որ իրենք չեն կարող նկատել իրենց հաշիվներում ինչքան է ավելացել, ինչքան չի ավելացել, ու իրենց համար դա լուրջ թիվ չի, նշանակություն չունի, դրա համար իրենք չեն նկատում այդ թվերի տարբերությունը, այլապես եթե իրենք իրապես այն թվերով են աշխատում, օրինակ իրենց հաշիվներին շրջանառություն ունեն, ինչ որ պաշտոնապես տրվում է, այսինքն միլիոն ու կես մինչև պարգևաճառը միասին ամսական իրենց աշխատավարձները, եթե իրենց հաշվին նստի, ասենք 5 միլիոն դրամ, իրենք դա ակնհայտ հասկանում են, որ 5 միլիոն դրամ իրենց հաշվին գումար նստեց։ Բայց եթե իրենք այդ 5-ից 7 միլիոնը չեն էլ հասկանում, թե տարբեր ինչ գումար են նստել, դա այլ բանի մասն է խոսում։ Իրենց հաշիվներում ավելի մեծ գումարներ են շրջանառում, հաշիվները միգուցե ավելի շատ են, չեն էլ հասցրել ստուգեն, օրինակ աշխատավարձային հաշվին ինչ գումարներ ունեն, միգուցե այլ հաշիվներ ունեն, դրսերում հաշիվներ ունեն։ Սա ես հարց եմ առաջացնում, չեմ պնդում, չեմ մեղադրում, ուղղակի տրամաբանությամբ փորձում եմ այդ հարցի պատասխանը գտնել։ Իսկ ինչ մնում է իրենք արդյոք այդ գործն անում են, այդ գործը չեն անում, իրենք իրենց հռչակել են, որ նախ հեղափոխական իշխանություն են, իսկ հեղափոխական իշխանությունը չի կարող պահանջել, որ իրենք գումար պետք է տան։ Ինքը եկել է փոփոխություններ կատարելու, լավ բաներ անելու, դա գաղափարական մարդիկ են։ Եթե իրենք պնդում են, որ իրենք պետք է աշխատավարձներ ստանան, լավ ապրեն, բարեկեցիկ ապրեն, սա արդեն կոնֆորմիստ իշխանություն է դառնում, որը որ
իր մասն է մտածում ու ոչ թե երկրի զարգացման մասն է մտածում, երկրի հզորացման մասն է մտածում, սրանք ուղղակի գաստրոլյորներ են, ովքեր որ ժամանակավորապես եկել են, ինչ որ մի բանի տեր դառնան, հետո կթողնեն կգնան։ Իրենք չեն համարում այս երկիրը իրենցը։ Որովհետև եթե երկիրն իրենցը համարեն, իրենց համար 6-րդական բաներ լինելու, աշխատավարձ ստանալը, լավ ապրել, վատ ապրելը, իրենք պետք է հասկանան, որ դա իրենցն է։ Իրենք ինչպիսի երկիր կկառուցեն, այդպես էլ կապրեն։ Եթե չեն ձգտում այդ երկիրը կառուցելու, զուտ իրենց մասն է մտածում, ասում արժանի եմ 200,000-անոց տան ապրելու, հա միգուցե արժանի ես։ Գնա ուրիշ տեղ աշխատի, ապրի։ Դե մարդիկ ասում են մենք գերակատարել ենք մեր արժեվ դրված առաջադրանքները։ առաջադրանքները։ Չեմ ուզում հաշվին, քո հաշվին կամ մեր մյուս ընկերների հաշվին կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին իրեն 200,000-անոց բնակարաններ գնան։ Հա այդ իրենց խնդիրն է, թող գնան, եթե ավելի լավ պայմաններ իրենց առաջարկում են, թող գնան այդ ուրիշ տեղ աշխատեն, թող առհասարակ հեռանան քաղաքական դաշտից։ Եթե իրենք այդպիսի արժանինքներ ունեցող մասնագետներ են, թող այդ կառավարության կազմը դուրս գա, գնա իր համար ավելի լավ կյանք ապահովի։ Համ պետության հաշվին գումարներ են աշխատում, համ փորձում են թանկով մեր վրա ծախել, ասել որ մենք մեզ զրկանքներ ենք ենթարկում, էս էլ դուք մի մեծ բան չեք տալիս, մենք սրանից ավելին ենք արժանի, դրա համար պետք է ստանանք։ Բա մարդիկ ասում են այս գումարները մենք տալիս ենք որպեսզի կոռուպցիան բացառվի, դրան ինչ կասեք։ Չէ, դա էլ է խայտարակություն։ Մի տղա կար ժամանակին դուրս էր գալի հրապարակ, ու ծաղրում էր իրենց, ասում էր ինձ էլ պարգևավճար տվեք, թե չէ կոռուպցիա կանեմ։ Պետական պաշտոնյան ասենք, ինչի պետքա կոռուպցիա անի։ Նամանավանդ, երբ որ ինքն ասում ես հեղափոխական արժեքներ կրող եմ, չգիտեմ ինչ է։ Դա կատակություն է։ Իրենք ուղղակի իրենք էլ են զարմացած, որտեղից ուր են հայտնվել ու ձգտում են մաքսիմալ շատ հաշիվների վրա գումարներ կուտակել հետագայում վայելելու համար, որտեղ գիտեն, որ ժամանակավոր են, իրենք երկար չեն մնալու։ Հետ կպարզել է, որ աշտարակ համայնքի ավականու անդամ Արա Բաղդասարյանի ղեկավարած ընկերությունը, որը գրանցված է կարծես թե նրա կնոջ անունով, կնքել է քաղաքի հետ 966 միլիոն դրամի պայմանագիր, 2.5 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Կարծես թե նորաթուխ կուսակցությունը իր կոռուպցիոն բանակն է ստեղծում։ Ստեղծել վերջացրել է, ոչ թե ստեղծում է, այլ ստեղծել է, ուղղակի շարունակում է այդ process-ները։ Այլ բանել է անում։ Այս երբ որ մենք ասում ենք մի համակարգ է գործում, սա ոչ միայն իրենց ավականու անդամները, այլ նաև ընդդիմադիրների ընկերություններ են նման կերպ աշխատում։ Հայաստանը ասում են փոքր երկիր է։ Մի հատ տեսեք օրինակ Հայաստանում ով է ամենամեծ ասֆալտ անող ընկերությունը։ Հա Քոչարյանի հետ խնամի մարդ է։ Ու Էսպանիայի այդ մարդը կենթանի չէ, բայց իր ընտանիքի անդամները շարունակում են ամենամեծ բիզնեսն են անում։ Պարեկների մեքենաները մեծ գնումներ են իրականացնում, պետությունը մեծ գնումներ է իրականացնում Հայաստանի համար 1 պարլամենտական ընդդիմության կապիտալից, այսինքն իրենք փոխկապակցված են։ Մնացածին հիմարացնում են, դաշտը իրենք վերցրել են իրենց ձեռքը ու քաղաքական օրակարգերն են իրենց նույնը։ Այսինքն բոլորով եկել են հայ ժողովրդին, քարոզում են խաղաղություն, իսկ իրականում Հայաստանի Հանրապետության պարտություն, որովհետև նենգափոխված բառեր են իրենց կողմից։ Բոլորը Հայաստանի Հանրապետության պարտությունն են քարոզում, բոլորով։ Ու երբ որ այլ կարծիք են ասում, այդ այլ կարծիքը փորձում են լրացնել։ Ոչ մեկի լրատվականը չի փորձում մեզ այլ կարծիք լուսաբանել։ Ոչ մեկի լրատվական։ Հայաստանում էլ բոլոր լրատվականները կամ այս քաղաքական ուժին են պատկանում, կամ այն քաղաքական ուժին։ Շատ քիչ ազատ մամուլ կա, հիմնական մասը իրենց ենթակայության տակ են ու փորձում են իբր թե անկախ մամուլ խաղալ։ Լավ կլինի, որ ինչ-որ ժամանակում օրինակ գրվի, ենթադրենք TV5, չգիտեմ, այդ Քոչարյան դաշինք, օրինակ։ Որ մի անգամ հասկանան, որ Քոչարյանն է սա ասողը։ Այդ պայն հարայինները, հա, Պետրոս Ղազարյան կողքը գրվի Նիկոլ Փաշինյան։ Ոչ թե որ մարդը ուղղակի հարցեր տալիս, այլ հարցեր տալիս Նիկոլ Փաշինյանի պրիզմայից։ Փորձում է հիմնավորել կամ Պետրոս Ղազարյան նախկինում Գայիկ Ծառուկյան, չգիտեմ, տերերը փոխվում։ Փաշինյանը մեզ բացատրում է, որ եկեղեցին պետք է լինի մի տարածք, որտեղ քաղաքական տարաձայնությունները պետք է տեղ չունենան։ Ինչ որ մարդ կա, որ կարող է նույն բանը իրեն բացատրել։ Դժվար չի հասկանում։ Ինքը հասկացողության լուրջ խնդիրներ ունի, արդեն ակնհայտ է դառնում, ինքը հասկանում է միայն թուրքական բացատրությունները։ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից բացատրությունները շատ լավ են կալում, մնացած բացատրությունները ինքը դադարել է հասկանալ,
Իսկ եկեղեցու մասով ինքն արդեն բոլոր սահմաններն անցել է, բայց ես վստահ եմ, որ մեր եկեղեցին սա էլ կանցնի, սա էլ կապրի, որովհետև ինչ ասես տեսել է։ Բայց մարդն ասում է, որ իր միջամտությունը ներողություն, մարդն ասում է իր միջամտությունը քաղաքական չէ եկեղեցուն։ Իր միջամտությունը աղանդավորական է։ Հիմա ձևավորվում է նոր աղանդ Հայաստանի Հանրապետություն։ Երբ որ ինքն իրեն երկու անձով է փորձում հանդես բերել, ինքը մեկ վարչապետ է, մեկ մարդ է, մեկ խնդրում է, որ Հիսուսից ներողություն է խնդրում, որ իրեն մենակ է թողել։ Ինքն իրեն նույնացնում է Հիսուսի հետ, այսինքն Հիսուսն էլ չէ, մարդ Աստված։ Ինքն իրեն նույնացնում է վարչապետ, չգիտեմ, հավատացյալ զուգահեռներ է տանում, արդեն շեղվել է ու Փաշինյան աղանդ է ձևավորվել։ Մեծ հաշվով, հա, թող ձևավորվի։ Թող ձևավորվի Փաշինյան աղանդ, կհասկանանք ովքեր են այդ աղանդի ներկայացուցիչները, ովքեր են աղանդավորների հոտի հովիվները, մենք հետագայում կհասկանանք իրենց ինչպիսի վերաբերմունք, ինչպիսի դիրք կտանք կամ չենք տա։ Արտոնություն կտանք որպես այդպիսին որպես աղանդ, թե արտոնություն չենք տա, թե հոգեբոժարանում ինչ որ պալատներ կհատկացնենք։ Առիթից օգտվելով եկեք շեշտենք, որ մենք դատապարտում ենք աշակերտներին կլինի, ուսուցիչներին կլինի դասի ժամին ինչ որ պատարակների մասնակցել ստիպելը, ինչը նրանք շարունակաբարանում են եւ վերջին օրերին էլ հայտնի դարձավ, որ մարդկանց ստիպել էին դասաժամին ներկա գտնվել կարգալույց եղած քահանաների ժամերգությանը։ Իմիջիալոց ես կցանկանամ նաեւ մեր լրագրողներին դիմել։ Մի մարդու մոտեցան, ով Վեդի համայնքի կոմունալ բաժնում էր աշխատում, ով հիվանդանոցից միանգամից եկել էր այդ պատարակին ու լրագրողները ուղղակի պոպուլյար նոտ տալու համար այդ մարդուն փուրը տվեցին, կարելի ասել, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, թե ոնց են գալի այդ մարդիկ։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ում ոնց են ստիպում, ու գիտենք ստիպողներն ովքեր են։ Բայց մի հատ ավելի լավ նյութ տարածելու համար այդ խեղճ մարդուն անարգանքի սյունին գամես։ Այդ մարդը արդեն հասկանում էր, չէ՞, հասկանում ենք, բոլորս տեսնում ենք, որ այդ մարդը վախեցած է։ Այդ մարդը վախենում է, մարդը կաշկանդված է, ինքը անկեղծ էլ պատասխանում է, հարցերում է, ինձ ասեցին, դե ստիպել են, պարտադրել են, չգիտեմ, այս մարդը sense բաներ էր ասում։ Նման ձևով էլ պետք չէ մարդկանց վերաբերվել, այսինքն հետագայում մենք չգիտենք այդ անօրեն իշխանությունը այդ մարդուն ինչպես կվերաբերվի, ասենք, ինչ տիպի հալածանքներով կանցկացնի, եթե մարդիկ այնքան ստորություն ունեն, որ այդ հիվանդ մարդուն ստիպել են հիվանդանոցից դուրս գալ, մասնակցել այդ իրենց կեղծ պատարակին, ես կարծում եմ, որ այդ խեղճ մարդկանց պետք չի շարունակել հնարավորություն տալ, որ այդ մարդկանց հալածեն այսօրվա իշխանությունը, որովհետև օրենք չկա, արդարադատություն չկա, ոչինչ չի գործում, ում երբ ուզում, ոնց ուզում փակում են, առանց հիմնավորելու, արդեն հիմք էլ չեն դնում դրա տակը։ Մենք հիշում ենք, որ օրինակ նախկին իշխանությունների օրոք էլի ռեպրեսիաներ եղել են, էլի բռնաճնշումներ եղել են, բայց այս մակարդակի արդեն առանց հիմքի, առանց որևիցե բանի ուղղակի կատոկի տակ դնելու բոլորին եւ ոնց ուզել փակելը։ Ես գործընկերներից փոխարեն արձագանք եմ։ Մենք պետք են կյանքի պատմություններ ու պետք է որ մարդը իր ձայնի արժեքը, իր որոշման արժեքը կարևորի։ Ես համաձայն չեմ դրան։ Մարդը որոշել է ինքը հիվանդանոցից վեր կենալ, գալ ինքը կարող ասել ես հիվանդանոցում պարկած եմ ու շարունակել մնալ պարկած։ Դու չես կարող սա քաղաքացիներ տեղ որոշես, որ իրենք քաջել են։ Կարող որոշեմ, բայց ես գիտեմ, որ այդտենց անհատական որոշումներով է ձևավորվում այսօրվա իրականությունը։ Եթե մենք անհատական պատասխանատվություն Չէ, թող թող գնամ մեր գրիքորանին ու ասեն ինչ գործ ունես դու բաբշե կառավարություն, չէ, չեն ասում։ Չեն ասում, ասում են, չէ, ասեն Քոչանի, քեզ Քոչանի փոխվարչապետ աշխատում կառավարություն, թող այդ հարցն է։ Չէ, 24 նյուզը, հարց տվողը 24 նյուզեր, թող գնա մեր գրիքորանին ասի, դու պարոն Քոչանի փոխվարչապետն ես, չէ, Նիկոլի կառավարությունը, քիչ չի ասում, մի հատ խեղճ մարդ է գտել, կատոկում են այդ մարդուն ոչնչացնում են։ Այդ խեղճ մարդը խոսալ չգիտեր։ Չեն կատոկում, իր իրավունքներն են պաշտպանում։ Եթե ինքը խնդիր չբարձրացնի, երբևէ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացեք։ Հա, ես էլ ասում եմ, թող լրատվականը գնա մեր գրիքորանի դեմ տա։ Թող մեզ լուսաբանի, ոչ թե մարդուն։ 24 նյուզ, մեզ հրավիրեք եթե։ Օրերս ռուս պրոպագանդիստ Սոլովյովը ասել էր, որ ակնարկել էր, որ Ռուսաստանը պետք է կրկնի ուկրաինական սցենարը որոշ այլ կետերում, նկատի ունենալով նաև Հայաստանը։ Իհարկե նա այնպես էր արտահայտվել, որ հետագայում խոսքը փոխելու հնարավորություն ունենա, փորձառու մարդ է ի վերջո,
Բայց ամեն դեպքում բոլորս հասկացանք, որ Հայաստանը եւս նկատի ուներ եւ այս հարցին շատերն անդրադարձան, բայց ուղղակի որպես հերթապահ հայրենասիրական կենաց ինչ ենք մենք անելու, եթե Ռուսաստանը իսկապես դա որոշի եւ ինչ է անում ներկայիս իշխանությունները, որպեսզի բացառի այդ սցենարը։ Գործում է 200 տարվա փորձված սցենար։ Հայաստանը մեկ թուրքական ազդեցության տակ, մեկ ռուսական ազդեցության տակ։ Մեկ ռուսներն են թուրքերից փրկում, մեկ թուրքերն են ռուսներից հայերին փրկում։ Ու այսօրվա իշխանությունն էլ հենց այդ հողը նախապատրաստել է, այսինքն եթե մինչև այս օրինակ process-ները, վերջին process-ները Հայաստանում հասունացել էր հակառուսական ալիք, այս պայն թուրքականությունը այնքան մեծ է, որ պրոռուսական ալիք է սկսում ձևավորվել։ Այսինքն հայտնի կրկնվող պատմությունն է, որ հիմա քանի որ թուրքերն ավելի վատն են ու թուրքերը կրոնով այլ են, ռուսները գոնե քրիստոնյա են, ռուսները մեզ կարող են փրկել թուրքերից։ Ու Սալավյով ես որ ասում է, բազմաթիվ մարդիկ այդպես հոգու խորքում ուրախացել են, սպասում են, որ ռուսները կարող են գան թուրքերից փրկեն։ Մենք տեսել ենք այդ մարդկանց օրինակ լիքը մարդկանց զուս այդ զսպվածությունը, որ ոչինչ չխոսացին։ Իրենք հենց դա էլ ուզում են։ Շատ մարդիկ էլ միգուցե ավելին չեն էլ պատկերացնում, որովհետև տարիներ շարունակ մեզ համոզել են, որ մենք չենք կարող ինքնուրույն լինել։ Դրա համար մենք կամ թուրքերի հետ պետք է լինենք, կամ ռուսների, ու մարդկանց մի մասն էլ մտածում է, որ ավելի լավ է ռուսների հետ լինենք, որովհետև կապերը կամ փորձված է ավելի լավ է ռուսական գերակայություն լինի, քան թուրքական, որովհետև թուրքականում տեսել ենք, ետել ենք տեսել, վերջում ցեղասպանություն է եղել։ Սալավյովն էլ սա ուղղակի, չգիտեմ, ներվ է ստուգում սրանով, հասկացա, իրենք ես մի հատ հայտարարություններով հասկացան հայկական քաղաքական դաշտում ինչպիսի տրամադրվածություններ կան, ով ինչպես է տրամադրված։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը հայտարարել է, որ դաշինքը նկատի ունելով ՆԱՏՕ-ին կարևորում է Ադրբեջանի ռազմական ուժի ընդլայնումը։ Նա նաև շեշտել է, որ նրանք բարձր են գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կատարվող կառուցողական քայլերը։ Մենք տեսնում ենք, որ այս երկխոսությունների միջոցով միջազգային կազմակերպություն Հայաստան երկխոսությունների միջոցով միջազգային կազմակերպությունները իրականում արհամարում են կամ չեն նկատում ազգային ուժերի ահազանգը եւ Արցախի ժողովրդի իրավունքը այսպիսով ոտնահարվում է, հաշվի չի առնվում նրանց կրած զրկանքները եւ ադրբեջանական կողմը համարվում է հայկական կողմին հավասար կառուցողական մոտեցում դրսևորող կողմ։ Ինչ պետք է մենք անենք հակազդելու այսպիսի տեսակետին, ինչ պետք է անի ներկայիս կառավարությունը, որպեսզի մեղմի այսպիսի տեսակետի հետևանքները ապագա սերունդների համար։ Նախ ասեմ, որ ինչ է նշանակում ՆԱՏՕ։ ՆԱՏՕ-ն դա Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի արևելյան ու արևմտյան ափերի պետությունների էներգետիկ անվտանգություն ու ճանապարհային անվտանգություն ապահովող կառույցն է ռազմական առումով։ Հիմա ՆԱՏՕ-ի հարավային Կովկասի ներկայացուցիչը ինքը այս տրամաբանության մեջ է գործում ու իրենց համար շատ քիչ հետաքրքիր են առանձին վերցրած Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը։ Իրենց համար սա լուրջ թեմա չի։ Ես ասում եմ էներգետիկ անվտանգության, իսկ տարածաշրջանում հիմնական էներգակիրներն ունի Իրանը։ Ու իրենց սա ձեռնտու է, այս process-ները ձեռնտու են, Ադրբեջանի հզորացումները ձեռնտու, իրենք միգուցե Հայաստանի հզորացմանն էլ դեմ չլինեն, շատ կողմ լինեն։ Անդեմ այս իրանական այս պահի իշխանության ու այդ էներգակիրների արտահանման։ Իրենց հիմնական նպատակը էս է։ Իրեն գործում են իշա իրենց։ Սրա համար ոչ պետք է լավը զգալ, ոչ պետք է վատը զգալ, ոչ պետք է զարմանալ, սա պետք է ընդունել ի գիտություն ու փորձել այս ամենով հանդերձ դիրքավորել Հայաստանի Հանրապետությանը։ Ինչը որ շատ վատ ու շատ սխալ ձևով են անում մեր այսօրվա իշխանությունները։ Այսինքն իրենք չեն կարող գնան նորմալ մեր շահերը բացատրեն, պատրաստ լինեն ինչ որ մի բան տալ, ինչ որ մի բան վերցնել, կամ ինչ որ մի բան վերցնել, դիմացը ինչ որ մի բան տալով։ Իրենք հակառակը այս բան միայն տալու մեթոդով են փորձում առաջ գնալ։ Բայց քանի որ օրինակ ՆԱՏՕ-ին ու մասնավորապես ԱՄՆ-ին եւ Բրիտանիային իրենց այդ խոշոր նավթային եւ գազային կազմակերպությունները, որ կան իրենց հետաքրքրություններ ունեն, մենք մեր տարածաշրջանում մենք կարող ենք այս բարակայում մեր խնդիրներն էլ բարձրաձայնել, որովհետեւ բան ասել նրան, որ իրենք էլ մեզնից են ինչ որ ձևով կախված կամ սպասում են մեր աջակցությանը որոշակի կերպով։ Սա մեծ քաղաքականություն է, որը որ
մեր մոտ փորձում են սիրուն աչքերով մեկնաբանել։ Մեզ սիրում են, չեն սիրում, չգիտեմ, մանկապարտեզ է։ Իրան դեսպանը օրերս դժգոհություն էր հայտնել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրանցիները հիմնականում հակաիրանական, հակակառավարական ցույցեր են անում իրենց դեսպանատան մոտ եւ ասում են, որ Իրանի ներսում տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը հակաիրանական ուժերի կենտրոնացման տեղի է նմանվում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նորմալ պայմաններում իրենք կպատասխանեն, որ Հայաստանի Հանրապետությունը նախ ազատ երկիր է, երկրորդ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել ու չի փորձել որևէ ազդեցությունալ Իրանի ներքին խնդիրներին, իսկ դեսպանությունը դա այդտեղյալ երկրի ներկայացուցչությունն է, օրինակ մեկ այլ երկրում, օրինակ Իրանի դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող, դա Իրանի ներկայացուցչությունն է, ու մենք չենք փորձելու խառնվել Իրանի դեսպանության, այսինքն Իրանի ներքին գործերին։ Իրանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գտնվող իրենք ազատ են գնալ իրենց կամքը արտահայտել, աջակցել կամ դեմ լինել Իրանի գործող իշխանությունը, դա մեր ներքին խնդիրը չէ։ Երբ որ բանը կհասնի անկարգություններին, օրինակ այդ քաղաքացիները կխախտեն որոշակի օրենքներ, Հայաստանի Հանրապետության օրենքներ, դրա համար իրենք պատասխանատվության կենթարկվեն համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Մեր իշխանությունները գոնե սա կարող են հստակ կերպով ասել, բայց վախ ֆորած են, խոնար հարսի պես, չգիտեմ, գլուխ են կախում։ Կարծես թե Բոլորի հետ վախենում են խոսել, բոլորի հետ։ Ոչ մեկին չեն ուզում պատասխանել։ Ով ոնց պատահի Հայաստանի Հանրապետության հետ խոսում է ու այստեղից նորմալ պատասխան չկա։ Կարծես թե Ռուսաստանի մասնակցությունը TRIP կոչված ծրագրին ավելի ու ավելի առարկայական տեսք է ստանում։ Այսպես Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է վերանորոգի Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կապող երկաթուղիները։ Իսկ դրանից շուրջ մեկ ամիս առաջ Ռուբինյանը եւ ինքը Փաշինյանն ասում էին, որ Ռուսաստանի հետ այդ հարցերը դեռևս չեն քննարկվում եւ Ռուսաստանի մասնակցության հարցը չի քննարկվում։ Փաշինյանը այս հանդիպման ընթացքում արդեն ասաց, որ ռուսական կողմը տեղյակ է պահվել, նրանց հետ խորհրդակցություններ են անցկացվում, հիմա ո՞րն է այս տեսակետներից ճիշտ եւ այս գեղեցիկ գործընկերությունը, որը Ռուսաստանի եւ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Միացյալ Նահանգների եւ այս երեքի միջև համագործակցություն է ստեղծում մեր երկրի տարածքում եւ հիմնականում առանց մեր մասնակցությամբ, ինչով սա կավարտվի։ Թե ինչ են ասում Փաշինյանն ու Ռուբինյանը, սա այդքան էլ լուրջ չի։ Պետք չի սրա վրա շատ կենտրոնալ, որովհետև իրենք առավոտը մի բան են ասում, ճաշին մի բան, երեկոյան մի այլ բան։ Մենք պետք է նայենք, թե իրենք Հայաստանի Հանրապետության անունից ինչ փաստաթղթեր ունեն ստորագրած, որը որ այլ երկրները գալու են ստանալ։ Իսկ իրենք ստորագրել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, մեկը Ռուսաստանի միջնորդությամբ ու Ռուսաստանի մասնակցությամբ, որ այդ ճանապարհին պետք է հասանելիություն տրվի ռուսական կողմին, ռուսական FSB-ին եւ օգոստոսի 8-ին ստորագրել են, որ դա նաեւ ամերիկյան է։ Նույն ճանապարհը երկու գերտերության վրա են վաճառել կամ նվեր տվել։ Հիմա փաստաթղթերով էս է։ Իրենք կարող են ասել դա չենք տվել, դա տվել ենք, դա տալու ենք կամ չենք տալու։ Փաստաթղթերով իրենք երկու գերտերության այդ նույն ճանապարհը տվել են։ Ու մենք տեսնում ենք, որ այդ երկու գերտերությունն էլ դրա հետ օքեյ է, խնդիր չի առաջացնում, այսինքն իրենք ուրեմն իրար հետ են համաձայնեցրած այդ ճանապարհի հարցով։ Ընդհանուր հայտարարի են եկել ու կառուցել են այդ ճանապարհը Հայաստանին կարծիք հաշվի չառնելով։ Թե այստեղ Ռուբինյանը ինչ կասի կամ Փաշինյանը ինչ կասի, ասենք այն մյուս կողմում Պուտինն ու Թրամփն են։ Իրենք ստանալու են այն ինչ որ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի վարչապետը ստորագրել իր ստորագրությունը դրել։ Իմիջիալոց այս թե նոյեմբերի 9-ը թե օգոստոսի 8-ը դրանք նախաստորագրված կամ, չգիտեմ, հռչակագրային մակարդակի փաստաթղթեր են, բայց գերտերությունները կարող են սրանից օգտվել ու ստանալ հիմնական այն, որ իրենք ցանկանում են ստանալ։ Իսկ որպեսզի այս ամեն ինչը չստացվի, Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր փիլիսոփայությունը, իր մոտեցումից դրա համար մարդիկ պետք է ընտրություն կատարեն ոչ թե խաղաղությունների միջև, այլ հաղթանակի ու պարտության միջև։ Մարտական եղբայրություն միաբանությունը որպես քաղաքական միավոր ինքը դիրքավորվել է որպես հաղթանակի ուժ եւ ազգային հեղափոխություն կուսակցությունը լինելու է հաղթանակի կուսակցությունը։ Այսօր Հայաստանում բոլորը պարտության կուսակցություններ են, ու եթե դուք էլ չեք ցանկանում գտնվել այդ պարտության օրակարգի մեջ, գտնվել պարտության տրամաբանության մեջ, այլ ցանկանում եք տեսնել հաղթանակ, թեկուզ փոքրիկ հաղթանակներով հետո մեծ հաղթանակ կերտել ու այս արևի տակ մեր տերն ունենանք որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես անկախ պետություն, դուք կարող եք միանալ
մարդական եղբայրություն միաբանությանը զանգահարել, գրել, լրացնել այն հայտը, որը մենք դրել ենք մեր էջերում։ Եկեք միասին ստեղծենք վաղվա հզոր ու հաղթող Հայաստան։ Լավ։